Վանացայնեն բարև ձեզ հարգելի ունգընտիրներ։ Մարալ եւ ցայնե հաղորդավար Ժորժինան ձեզ հետ են Լիբանանահայ խմբերքային արվեստը հայդակրով։ Սույն հաղորդաշարը հիմնված է Ռուբինա Ալահայդոյան Արտինյանի պատրաստած համանուն գիրքին վրա։ Այսօրվա հայդակրով պիտի շարունակենք ներկայացնել հայ կաթողիկե համայնքի Գիրիգիա երգչախումբը։ Հաջելի ունգընտության մաղթանքով գանցիմ հայդակրի գործադրության։
14 մարտ 1954-ին Վարդան Վարդապետ Տեկեյան գտարնա խմբավար Գիլիգիա երգչախումբին եւ զայնը ղեկավարե մինչեւ 1972 թվական։ Սկիզբը երգեհոնի ընկերակցությունը կգադարե Արփինե Քյոմյուրջյան Պեհլիվանյան։ Սուրբ Զատկվանդոնին արիտով Լիբանանի Հանրապետության նախագահ Քամիլ Շամուն ներկա գլա Սուրբ Պատարագին հայ կաթողիկե պատրիարքարանի մեջ։ Այս մասին մասիս կգրե։ Մատուցվեցավ հայկական ձեսը ամբողջ մեծավայելչությամբ եւ հոգեվոր երկերուն արինքնող գեղեցկությամբ, զորս լսելի արավ Գիլիգիա երգչախումբը ղեկավարությամբ Վարդան Վարդապետ Տեկեյանի եւ երգեհոնի վրա Արփինե Քյոմյուրջյանի։ Այս շրջանեն սկսյալ Գիլիգիա երգչախումբը այլևս առանցին չէ երգչախմբային իր գործունեության մեջ։ Արիաբատիվ Գոկյան Կերաբայձարի քաչալերանքով գհիմնվին Սուրբ Պրգիչ Բուրչամուտ եւ Սուրբ Գրիգոր Սուրբ Եղիա դբես հրաբարակ երգչախումբերը ղեկավարությամբ Հակոբ Ղարիբյան եւ Մանուել Բատակյան վարդապետներուն։ 1 հունվար 1969 Գիլիգիա երգչախումբը, որ կփաղկանար 60 անդամուհիները, իր 25-ամյակը կդոնե երեգույթով Արարատյան սրահի մեջ։ Օրվան խոսքի մեջ կնշվի, թե երգչախումբը ծառայած է փայլուն գերբով հայ կաթողիկե պատրիարքարանին, ջոխացնելով սրբազան արարողությունները եւ հրավիրելով օդարներուն հիացումը հայկական սրբազան երգեցողության վրա։ Վարդան Վարդապետ Տեկեյանի շրջանին 1953-ին 1973 պատրիարքարանի Գիլիգիա բազմացան երգչախումբը համերգ չի կազմակերպեր, այլ գնվիրվի միան սրբազան երգեցողության երգեհոնի անխոճ ընկերակցությամբ բարոն Ժոզեֆ Ամազոնյանի։ Լիբանանյան պատերազմի նախօրյակին Գիլիգիա երգչախումբի ղեկավարությունը կստանցնե Գրիգոր Վարդապետ Սարոյան 1972-ին 1977։ Ապրիլյան նահատակած Սկադոնին անոր ղեկավարած երգչախումբի մասին պատրիարքարանի Մասիս շաբաթաթերթը 1973 ապրիլին կգրե։ Երգչախումբը ղեկավարեց Երանթուն գերբով երիտասարդ վարդապետ Գրիգոր Վարդապետ Սարոյան, Եգմալյանի եւ Գոմիդասի շարագամներ իր գոմե մշակված հաջողությամբ երգեցին։ Գրիգոր Վարդապետ Սարոյանի ղեկավարությամբ Գիլիգիա երգչախումբը 1974-ի Զատկվան ավանդական Սուրբ Պատարագի երգեցողությունը կգադարե Ֆրանսայի տեսփան Միշել Ֆոնտենի եւ ուրիշ պաշտոնական հյուրերու ներկայության։ Գրիգոր Վարդապետ Սարոյանի գահաճորդ է Անտրանիկ Վարդապետ Գրանյան 1978-ին 1980։ Հայր Անտրանիկ արդեն հմուտ երաժշտակետ էր, փորձառու խմբավար եւ բծախնդիր երաժշտական քննադատ, երբ անստանցնեց Գիլիգիա երգչախումբի ղեկավարությունը։ Ան Իրանի մեջ 1955-ին 1958 իր հոգևոր պաշտոնավարության առաջին օրեն արդեն ղեկավարե եկեղեցու բազմացան երգչախումբը։ Ապա Դամասկոսի 1959-ին 1965 հայ կաթողիկե առաջնորդարանի շրջապատի մեջ հայր Գրանյան գունենա մշակութային եւ դաստիարակչական փեղուն գործունեություն գհիմնե ու խմբավարե քնար երգչախումբը, որ մինչև օրս կկոյադևե եւ անգուդա դարեգան համերգներ։
26 մայիս 2007-ին Դամասկոսի հայ կաթողիկե միության քնար երգչախումբը դարեգան համերգով գտոնե իր հիմնադրության 45-ամյակը ի ներկայության իր հիմնադիրին Հայր Անդրանիկ Գրանյանի։ Այս արիտով Քեշիշյան երգչախումբի գործունեության մասին կգրե։ Հայր Անդրանիկ Զայրակուն վարդապետ Գրանյանին գբարդին երգչախումբի քնար անունն ու հոգևոր եւ եկեղեցական արարողությունները դուրս համերգային գործունեություն ունենալու ուղղությունը, գդարելու հայկական ժողովրդական եւ ազգային խմբերքներ, դալու համերգներ ու մասնակցելու ազգային բնույթ գրող հանդիսություններու։ Իսկապես ոսկի քիրերով արձանագրվելու է Հայր Անդրանիկին անունը։ Այդ օրերու դարված աշխատանքն ու հաջողությունները նշելու նեղ գուկան այս էջերը։ Փառքի օրեր էին 1961-ին 1964 տարիները։ Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Սուրբ Եղիա Աթորանիստ եկեղեցու մեջ իր ժողովրդաբեդության տարիներուն 1972-ին 1975 Հայր Գրանյան ղեկավարե եկեղեցու քարացան երգչախումբը։ Լիբանանյան պատերազմին պատճառով 1973-ին Հայր Գրանյան կփոխադրվի Էշրեֆիե հայ կաթողիկե պատրիարքարան, ուր իր բազում պաշտոններուն կողքին կստանցնե Գիլիգիա երգչախումբի ղեկավարությունը։ 1985-ին կհիմնե հայ կաթողիկե միության պատանեկան միությունը, որուն համար կգազմե երգարան եղանակներով եւ բարերով։ 2011-ին կստանցնե գրունկ պատրիարքական երգչախումբին պատասխանատուի պաշտոնը։ Հայր Գրանյան իր մանկավարժական ասպարեզին ընթացքին դասավանդած քրապարի հայ մատենակրության եւ հայ եկեղեցու պատմության կողքին նաեւ ուսուցանած է հայ երաժշտության պատմություն եւ հայ դիսակիդություն։ Հայր Անդրանիկ Զայրակուն վարդապետ Գրանյան 1973-ին սկսյալ 35 տարիներ կդասավանդե Բեյրութի Հայգազյան համալսարանի մեջ, ուր այս քիրքին հեղինակն ալբադիվ գունենա անոր աշակերտելու եւ 1989-ին կստանցնե Հայգազյան հայագիտական հանդեսի խմբակիրի պաշտոնը։ 2009-ին կբարգեւադրվի Հայգազյան համալսարանի եզակի մտավորական մրցանակով։ Աննույն ադեն կստանա Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղաբար շքանշանը։ Հայր Գրանյան 1982-ին Գիլիգիա երգչախումբի ղեկավարությունը վերջնականապես կհանձնե Եդվարդ Թորիգյանին, իրեն վերաբահելով ընդհանուր պատասխանատուի պաշտոնը։ Կսան եւ 27 հուլիս 1985-ին Գիլիգիա երգչախումբը հայ կաթողիկե միության Արարատյան սրահի մեջ հիստամյակի համերգ մոգուտա ղեկավարությամբ Եդվարդ Թորիգյանի եւ բարձր հովանավորությամբ Հովանես Պետրոս 18-րդ Կասպարյան կաթողիկոս պատրիարքին։ Հայդակրի առաջին մասի մեջ Անդրանիկ վարդապետ Գրանյան հանդես կուկա բացման խոսքով ուր գսե
Իր հիմնատուտենեն 50 տարիներ ետ Գիլիգա երգչախումբը դարձյալ բեմ կբարձրանա երիտասարդ իր առաջին օրերուն պես։ Այս իսլամյակի համերգին 40 հոգինոց երգչախումբը կգադարե Հայդակրի առաջին մասով զմարի վանկի ավանդական եղանակ Կանոնակլուխ Փենգեն Յագմալյան Գիլիգա Ստեփան Դեր Ստեփանյան Ողջույնքեզ Զուկերկ Գոմիդաս Կովյա Երուսաղեմ Զդեր Տաշնամուր Հովսեփ Վարդապետ Կալայջան Սրբուհի Մարիամ Անտոլիզեի Մախտեր Լուսավորչին Իդալերեն Եգմալյան Դերգեցո եւ Այդանյան Պեոմ Օշնեցից Զդեր Հայդակրի երկրորդ բաժնով երգչախումբը կմեկնաբանե Դերղևոնտյան Ուրենին եւ Գողբա Յայլի Սյունի հիշում եմ ես Ավեդիսյան Հովվի երգ Ալան Հովաննես Վասպուրական Ամիրխանյան Դու ինչպես մի աստղ Զուկերկ Ուվեզյան Ցայնդուր ով Զովագ եւ համերգը գավարդի Ավեդիսյանի Հայաստան խմբերգով Երգչախումբին կգերակցի երկեհոնով եւ տաշնամուրով Լենա Նահաս իսկ մենագադարներն են Սիլվի Սիմոնյան, Հասմիկ Բրունսուզյան, Նորա Բրունսուզյան, Լենա Ալեքսանյան, Զավեն Բոյամյան, Քևորգ Ալեքսանյան եւ Անտուան Էմիրզյան Հայ կաթողիկե Պատրիարքարանի Գիլիգա երգչախումբը խմբավարությամբ Ետվարդ Թորիգյանի եւ հովանավորությամբ Հովանես Պետրոս 18-րդ Կասպարյան կաթողիկոս Պատրիարքի հանդես կուկա ժողովրդական ու տասական երգերու համերգով 14, 15 եւ 16 նոյեմբեր 1986-ին Արարատյան սրահի մեջ Հայդակրի առաջին մասը կսկսի Եգմալյանի Գիլիգա երգով եւ կշարունակվի Մազմանյան երգչահելության Ավեդիսյան Հովվի երգը, Մազմանյան Սարի Գալին եւ Ճախճի Թռնով, Բոնոնչինի Պերլա Գլորիա Դադորար, Դերղևոնտյան Ուրենին եւ Գողբա Յայլի, Պարսերգանաչյան Ձնգլ Մնգլը, Զաքարյան Թերիգո Չան Մարալ, Հայդակրի երկրորդ մասով երգչախումբը կներկայացնե Բարթևյան Մոր Սիրդը, Սյունի Սարեն Գուկասիավոր եւ Այայլի Ֆրանսերեն երգ Maman dites-moi Գոմիդաս Էրվումեմ եւ Հորոմ ժողովրդային երգ Արի իմ սոխակ Սաթյամ գոլխոզական կարիակներ եւ Հայդակիրը գավարդի Ավեդիսյան Թորիգյան Վարդավարի երգերով Երգչախումբին տաշնագի վրա կգերակցի Մարինա Ադալյան ասմունքով կմասնակցի Թամար Կաբակյան եւ մեներկողներն են Զավեն Բոյամյան, Լենա Ալեքսանյան, Աննա Անտունյան, Մարալ Թորիգյան, Անտունյան Ալտունյան, Կրաջյան, Մոնիկ Կույումջյան եւ Նորա Բրունսուզյան
1986-ին Գիլիգիա երգչախումբի պատասխանատու հայր Անտրանիկ Վարդապետ Գրանյանի եւ երգչախումբի Ադենաբեդու խմբավար Եդվարդ Թորիգյանի ստորագրությամբ երգչախումբը գոչ կուղե ժողովրդին նոր անդամներ հավաքելու եւ գհիշեցնե իր գոչումը, որն է ապահովել գիրագնորիա բادرակներուն կարացան երկեցողությունը հայ կաթողիկե պատրիարքարան եկեղեցի մեջ եւ ծառայել հայ մշակույթին համերգներ սարքելով։ Գոչին մեջ կներկայացվի 1986 տարվան ամռան ծրագիրը, համերգային շրջաբուդույթը Սուրյո հայահոց քաղաքներ Դամասկոս, Հալեբ, Կեսապ եւ Լիբանանի մեջ Բեյրութ, Զահլե եւ Անջար սեպտեմբեր ամսուն կայանալիք։ Գոչի մեջ հիշված են երգչախումբի 3 գործունեությունը՝ գիրակնորիա եկեղեցական երկեցողություն, միայն համերգի մասնակցություն թե եկեղեցական, թե համերգային երկեցողության որպես կատարյալ անդամ։ Երգչախումբին անդամ դառնալ ուզողը ազատություն ունի ընտրելու այս 3 գործունեությունները մին ըստ իր հարմարության։ Դոկտոր Թորիգյանեն իմացա, թե անդամահավաքի այս կոչը արդյունք չէ տված եւ բնականաբար երգչախումբը Կեսապ շրջաբուդույթի չեկացած։ Միայն դարիներ յետ գրունկ երգչախումբով Կեսապ կերտան սուբ պատարակը երգելու եւ համերգ տալու։ Անըստավ այս տեսակի գոչեր ընդհանրապես շատ քիչ արդյունք տված են մեր սփյուռքահայ իրականության մեջ։ Ավելի անհատական ու բարեկամական գաբերով է, որ երգչախումբի անդամներ կարելի եղած է ներգրավել։ Գիլիգիա երգչախումբը կշարունակե իր երթը Եդվարդ Թորիգյանի ղեկավարությամբ մասնակցելով սուրբ պատարակի երգեցողությանց, ինչպես նաև հուշադոներու ու մասնավոր դոներու գեղարվեստական բաժիններուն։ Այսպես 24 ապրիլ 2000-ին ապրիլյան նահատակած ոգեկոչման ընթացքին երգչախումբը կկատարե սրբազան երգեցողություն։ Դոկտոր Եդվարդ Թորիգյան կշարունակե ղեկավարել Գիլիգիա երգչախումբը մինչև 2007 թվական։ Այդ թվականեն մինչև օրս Գիլիգիա դասյակ անդամներով կդանի իր հոգևոր առաքելությունը ամեն գիրագի սուրբ պատարակի երգեցողություն կատարելով Էշրեֆիեի հայ կաթողիկե պատրիարքարանի սուրբ ավետման եկեղեցվո մեջ։
Հարգելի ունկնդիրներ, այսպիսով վերջ կգտնե մեր այսօրվան Լիբանանահայ խմբերքային արվեստի հայդակիրը, որ գրնակ դարձյալ ունկնդրել այցելելով Վանացայինի գայքեչի արխիվներու բաժինը, ինչպես նաև Վանացայինի թիմադեդրի էջը։ Դարձյալ ցերետ կլան Կարաճիգա 5 շաբթի երեկոյան ժամը 5-ին։ Ցտեսություն։